Ակնկալիքները շատ մեծ է, հատկապես Ռոբերտ Քոչարյանից, որ մեր Հայաստանն այդ փոքր քարտեզն չմնա էլի, Ղարաբաղ, Հայաստան վերջը, մեր ամրության, մեր կայունության, մեր խաղաղության, իսկական խաղաղության, սուտ խաղաղության համար չէ։ Նրա ժամանակ մենք ապրել ենք, շատ լավ ենք ապրել, ամեն ինչ եղել է այն ժամանակ։ Ինչ է փոխվել իր կառավարման տարիներին։ Շատ բան է փոխվել։ Իր կառավարման տարիներին տղայինք մենք ու հբարտ յուրաքանչյուր վայրում կարայինք բարձրաձայն ասել, որ մենք հայ ենք, արդ երկրներում։ Իսկ հիմա մարդիկ ամաչում են արդ երկրներում։ Տեղի պայմաններից չեմ խոսում։ Քոչարյանը տղա է։ Քոչարյանի առաջ Ալիևը թողում էր։ Իսկ հիմա Ալիևը նստած տեղ հրամաններ է տալիս, մենք էլ շատ լուր ու մուտ, ժպիտը դեմքին կոմպլիմենտներով կատարում ենք։ Մեր արժանապատվությունը դեն շպրտելով հասել ենք այսօրվան։ Եվ ես հույսով եմ, որ լինելով Հայաստան դաշինքի կողքը, հաղթական ավարտից հետո վերջապես մենք կունենանք մեր հզոր պետությունը։ Ինձ թվում է, որ ինքը ավելի լավ ղեկավարի, քան ներկա ժամանակվա մեր ղեկավարը, որը ամեն ինչ արդեն Թուրքին է տվել։ Եվ Մասիսարն է ասում մերը չի, եւ Արցախն է ասում մերը չի։ Որ մեկն ասեմ, չգիտեմ, որ մեկը ասեմ։ Մենք այդպիսի ղեկավար չենք ունեցել։ Ես 70 քանի տարեկան եմ, բայց այդպիսի ղեկավար չեմ տեսել։ Ղեկավարներ են եկել գնացել, բայց դրա նման անթասիբ, ուրացող, թուրքամետ ղեկավար չեմ տեսել։ Ինչու Քոչարյանը։ Ինչ սենց հազար տալ։ Դե կարգի բերեց Հայաստանում։ Ինչպեսին պետք է լինի ձեր կարծիքով Հայաստանի հաջորդ վարչապետը։ Հայաստանի հաջորդ վարչապետը միան պետք է լինի ոչ սրան ման։ Ոչ սրան, հայրենասեր պետք է լինի, ազգասեր, ժողովրդասեր, մարդասեր։ Պետք է կրթված լինի, գրագետ լինի։ Ամեն մի հատ փողոցից բռնա ժուրնալիստի չեմ բերում դնում վարչապետ։ Հետո դեմոգրաֆիան ցույց կտա, թե դա ինչքան վնասվեց հայ ժողովրդին։ 5000 ընտանիք, 5000 օջախ փլվեց։ Ինչ տեսանք լավ։ Ապրել ենք այդ քաղաքական ուժի հետ, ինքը եղել է նախագահ, տեսել ենք ոնց է կառավարում ու հիմա տենում ենք ոնց են կառավարում։ Ես ինքս երկար տարիներ եղել եմ սահմանապահ, ազատ նստել ենք հրամատների գլխին, որովհետև մտածել ենք նախագահը մտածել է ունի ուժեղ բանակ, մենք մտածել ենք ունենք ուժեղ նախագահ, որ նույնիսկ մի հատ փամփուշտ չի կրակվի այն կողմից, որովհետև գիտակցել են, որ մի փամփուշտին կպատասխանվի մի քանի փամփուշտով։ Ու դրա համար մենք եղել ենք անվտանգ միշտ էլ։ Բայց հիմա նույն հակառակն է։ Մեր հակառակորդներն են հեռախոսով մտնում խրամատ, մենք զենքով մտնում ենք, բայց այդ զենքներ չի մեզ ապան։ Քաղաքում ապրող եւ այլը, թող մտածեն մի քիչ սահմանին ապրող ժողովրդի մասին։ Թող մի հատ գիտակցեն, լավ խորը մտածեն, նոր որոշեն ում տան իրենց քվեն։ Այն ժամանակ 2 սար այն կողմ եղել է նոր մեր հայկական դիրքերը։ Այսօր մեր դիրքերը մեր տներում է արդեն, իսկ թուրքը նստած է մեր տների վերևը։ Ես կարող եմ բազմաթիվ լիք օրինակներ բերել, բայց այն մարդիկ, ովքեր դա տեսել են, պարտավոր են վկայել մի բան, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եղել է կայուն զարգացում։ Ակենել է ծանր բեռը, որ Ռոբերտ Քոչարյանն էր վերցրել իր վրա, այն ժառանգություն, այն սարսափելի քանդած երկիրը, որը թողել է Լևոն Տեր-Պետրոսյանը, ընդ որում Նիկոլի պապա Լևոն Տեր-Պետրոսյանը, ես լավ ծանոթ եմ էլի այդ ամենին, հա, Ռոբերտ Քոչարյանն դա պատվով հանեց դուրս։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները շատ լավ հիշում եմ եւ թվարկելու համար թե ինչ օգուտներ է բերել Հայաստանի, երևի շատ ավելի երկար ժամանակ պետք է։ Միայն կարևորը կարամ ասեմ, որ ամենաանվտանգ ժամանակն է եղել վերջի 30-35 տարվա մեջ։ Առաջընթաց ենք ունեցել բոլոր ոլորտներում։ Եվ մեր երկրին այս վիճակում այսօր հենց անհրաժեշտ այդպիսի առաջնորդ, որը որ ուժեղ է, հաստատակամ է, պետականամետ է,
Մնացածը թողնում ենք ժողովրդի տատին։